Ողջույն հարգելի հայրենակիցներ, հույսով եմ լավ եք։ Ուրեմն երևի նկատել եք, որ վերջերս շատ քիչ եմ վիդեոհոլովակների տեսքով հանդես գալիս եւ լայվեր երևի ընդհանրապես չեմ անում։ Խնդիրը առաջին հերթին կայանում է նրանում, որ նախ չեմ ցանկանում խոսել ինչ-որ թեմաների մասին, որոնք ակտուալ չեն եւ երկրորդ դեպքում լուր հետևում եմ թե տարածաշրջանում եւ թե Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք իրադարձություններին։ Այսօր ցանկանում եմ բոլորիդ հետ խոսել մի թեմայով, ինչն է Ղարաբաղյան կլան եւ ուրեմն Ղարաբաղյան կլանի այդ ներկայացուցիչներին զոհի տեղ դնելու հատկությունը, որը ակներև է, մոտավորապես երևի ամիս ու կես շարունակ ես տեսնում եմ, թե ինչպես եք զոհի տեղ դրել Բաքվում գտնվող Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներին, ոնց որ իրենք չեն հանձնել ձեր հայրենիքը, եւ զոհի տեղ եք դրել ամենաառաջինը Ռուբեն Վարդանյանին։ Ես հասկանում եմ, որ Ռուբեն Վարդանյանի փողերը մութ տեղը ձեր աչքին լույս է տալիս, բայց այդ Մանեթ Հանդիլյանը նման ուրեմն երևույթներին հարց ունեմ ուղղելու։ Սկսեմ Մանեթ Հանդիլյանից, վերջացնեմ այն ամենավերջին ձեր կարգախոս գրողին ձեր լեզվով ասած կոմենտ չի։ Այն որ գրում են, վայ, Ռուբեն Վարդանյան ինչմեղ կա, վայ, что-то случилось, վայ, Բաքվում նրանք սպանեն, վայ, Բաքվում նրան սովի կմատնեն, այդ լուրջ եք դուք։ Հիմա հարց եմ ուղղում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հարց եմ ուղղում Սփյուռքում գտնվող իմ հայրենակիցներին։ Ձեզանից որևէ մեկը երբևիցե դուրս եկել է պայքարել է բացի կառավարությունից, որ ներկապահին բանակցություններ է վարում, որ Ադրբեջանից վերադարձնենք մեր այն տղաներին, ովքեր սահմանից ուղակի գերի են ընկել։ Իհարկե ոչ։ Այդ տղաները իմ նման հասարակ ժողովրդի նման ապրող ընտանիքների տղաներ են։ Ինչ կարիք կա նրանց համար, օրինակ հացադուլ հայտարարել։ Ինչ կարիք կա նրանց համար պայքարել։ Ինչ կարիք կա նրանց համար ինչ որ քայլեր ձեռնարկել։ Ինչ կարիք կա նրանց համար գրել, թեկուզ օրինակ Նատալի ջան, Ադրբեջանում քո ձայնը լսելի է։ Ինչ կլինի, մի հատ նամակ կգրես մեր տղաներին բաց թողնեն։ Ղարաբաղյան կլանի մասին չենք մտածում, մեր տղաների մասին ենք մտածում, ովքեր պատերազմի ժամանակ գերիվարվել են։ Դա ձեզ բացարձակ չի հետաքրքրում։ Ինչու է կենտրոնացել Ռուբեն Վարդանյան անձի վրա, որովհետև Ռուբեն Վարդանյանի փողերը մութ տեղը լույս է տալիս։ Մեկ անգամ եւս հիասթափված իմ ազգից ստեղը աշխատում է ձեր կոմենտ գրելով տղամարդուն զոհի տեղ կդնեն, ես ամաչում եմ։ Եթե մի օր Բաքուն որոշի, որ ես վատ մարդ եմ, ինձ ձերբակալի, ես պատվով կկրեմ, ուրեմն այն պատիժը, որը կկիրառվի իմ հանդեպ։ Հասկանում եք, պատվով, հայ կնոջ կերպարում պատվով կկրեմ այդ պատիժը։ Եթե մի օր Հայաստանը որոշի, որ ես սխալ քայլ եմ արել իմ երկրի համար, ես կմեկնեմ Հայաստան, կգամ կհանձնվեմ, ուրեմն պատկան մարմիններին եւ էլի պատվով կկրեմ իմ պատիժը։ Հասկանում եք։ Բայց այնտեղ ես տղամարդ չեմ տեսնում։ Հիմա անդրադառնամ ձեր զոհ Ռուբեն Վարդանյան կերպարին։ Ինչ արել Ռուբեն Վարդանյանը եւ ինչու է նա այսօր գտնվում Բաքվի բերդում։ Էդով ասել, որ մի հատ հարուստ անձ կարող է նեմեսիս կազմակերպել որևէ պետության դեմ։ Դուք տեղյակ եք, դուք ում եք պաշտպանում։ Եթե եկեք օրենքի դաշտով բացատրեմ, հա, եթե դուք չեք պատկերացնում ինչ է օրենքը, ես բացատրեմ օրենքի դաշտով։ Եթե ես այսօր կատարել եմ հանցագործություն, որի համար ինձ դատապարտում են, ես իմ վրա եմ վերցնում, հա, ուրեմն այն վկաները, ովքեր կգան ի պաշտպանություն ինձ եւ կեղծ վկայություններ կտան, նրանք եւս համարվում են հանցագործության մասնակից իդեմս Մանեթ Հանդիլյանի։ Այդ Մանեթ Հանդիլյանը մի օր վեր կացավ, ասեց, խնդրում եմ մեր տղաներին բաց թողեք։ Ռուբեն
Նիհարածը։ Ռուբեն Վարդանյանին ծեծի են ենթարկում։ Ռուբեն Վարդանյանին կտտանքների են ենթարկում։ Ռուբեն Վարդանյանը շատ ծանր վիճակում է, լուրջ եք ասում։ Այդ Ռուբեն Վարդանյանն ինքն է որոշել հացադուլ հայտարարի։ Այդ ինչի Արայիկ Հարությունյանը հացադուլի մեջ չի։ Այդ չի մենը Բակո Սահակյանը հացադուլի մեջ չի։ Այդ չի նույն, ասենք ինչի նույն Արկադի Ղուկասյանը հացադուլի մեջ չի։ Չեք հասկանում, մեծ պարզ ճշմարտություն։ Աշխատացրեք լոգիկա есть, աշխատացրեք։ Ռուբեն Վարդանյանը այս ամեն ինչը հատուկ է կազմակերպում, որպեսզի իրեն դնեն զոհի տեղ, բոլորը դուրս կան սկսեն պայքարել իր համար, իրան սրբացնեն, որովհետև ինքը վստահ է, որ Ադրբեջանի բերդից դուրս չի գալու։ Եթե այն մնացածը կարող են մի այսքան շանս ունենալ ընդեղից դուրս գալ այլ երկիր գնալու, շանս ունենալ, կրկնում եմ, Ռուբեն Վարդանյանը այդ շանսը անգամ չունի։ Ու բավական է, հա, ինձ չի հետաքրքրում ով ինչ է գրում, ինձ չի հետաքրքրում ով ինչ բաներ տաղեր ձոնում ու կարդում։ Երեխեք, ես բազմաթիվ անգամ ասել եմ, ես չեմ վախենում, ես անվախ կին եմ։ Մի օր սուսուփուս, այս ամեն ինչից դրթված։ Կվեր կենամ կգնամ Բաքու, կդիմեմ պատկան մարմիններին։ Անգամ եթե դա լինի իմ կյանքի գնով, կխնդրեմ տեսակցություն։ Ու դες կնկարեմ ցույց կտամ դրանց ընդեղի ապրելու պայմանները։ Հերիք Ադրբեջան պետությանը սարքեք գազան, սենց ու բանը սաղին խոշտանգում են։ Սաղին չգիտեմ ինչ են անում։ Այդ լուրջ եք ասում։ Ես Թուրքիա պետությունում նստած իրանց երկրի լրագրողի մասին ինչ ասես գրել եմ։ Այդ քիչ չեն խոշտանգում։ Քիչ են ասում ինչ ես խոսում մեր լրագրողի մեր մի հատ տղա չեմ էլ ուզում անունը տամ, Սաղաթ գիտեք այդ տղանով։ Այդ քիչ չեն ասում։ Խես մեր երկրացուն նեղացնում օրինակ Նատալի խանım, հա? Քիչ են ինձ ասում։ Եթե կա իրողություն, ճիշտ է ներկայացրեք։ Ոչ թե ստի ֆոնի վրա անընդհատ Ռուբեն Վարդանյան։ Այդ նույն ձեր Ռուբեն Վարդանյանը, որ Ռուսաստանի մամուլում նստած ոչնչացնում է հայ կնոջ կերպարը, պատասխանատվության արժանի չի։ Այդ նույն Ռուբեն Վարդանյանը, որ Դիլիջանում բացում է դպրոց, որտեղ Սերժի թիկունքում կանգնած Սերժել բաց տեքստով ասում է այստեղ պետք է սովորեն նաև ադրբեջանցի երեխաներ։ Քթերը քաշել է 10 գրամ կոկայինը, բոլորը ծափահարում են։ Այդքան մեկը չասեց, որ Սերժը դավաճան է։ Այդքան մեկը չասեց Ռուբեն Վարդանյանը դավաճան է։ Ինչի՞ չեք ասում։ Ինչի դրա մասին չեք խոսում։ Թե Սերժին կարելի էր, Սերժը լավ էր դնգստում, Սերժը լավ էր հախներից գալիս։ Իմ մոտ այն տղամարդիկ կապ չունի այդ կինը ով է։ Իմ համար կարևորը հայը։ Կպավ հայ կնոջ կերպարին, ինքը իմ համար դառնում է իմ դռան հետևի welcome-ը։ Կապ չունի այդ կինը ով է։ Այդ կինը ես եմ, այդ կինը իմ հարևանի հարսն է, թե այդ կինը իմ երկրացին է։ Կարևորը հայ է ինքը։ Ու կրկնում եմ, բավական է հայ ազգի աչքերին Ադրբեջանին սարքեք բոբոջաջա, բռնակալ պետություն, Թուրքիային էլ հետը ու ռուսը ոնց ուզի այդ խաղը իր օգտին խաղա, բավական է, դուրս եկեք այդ իրավիճակներից։ Եվ մեկ անգամ եւս կրկնվեմ, Ռուբեն Վարդանյանը որևէ բարոյական իրավունք չունի կազմակերպելու նեմեսիս X երկրների հետ կապված։ Լիահույս եմ իրար հասկացանք։ Ու նա պետք է կրի իր պատիժը։ Ուզում է պատվով կրի, ուզում է անպատիվ կրի։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բերդից դուրս չգա։ Ու ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այլ նաև Ղարաբաղյան կլանը Բաքվի բերդից դուրս չգա։ Բաքվի բերդից պետքա դուրս գան միայն այն տղաները, ովքեր պատերազմի ժամանակ գերի վարվել են։ Այսօրվա համար այսքանը։